7 տարվա ընթացքում շոշափելի մի լավ բան չեք ասի, ասում եք 7 տարվա ընթացքում 7 միլիարդով բյուջեի մուտքերը ավելացել են, կապիտալ շինարարություն են կարել։ Կապիտալ շինարարության ծավալները այս տարի կազմել է 5 միլիարդից մի քիչ ավել։ Հանենք դրանցից ռազմական ծախսերը։ Իդեպ ռազմական ծախսերի մեր քննադատությունը մի հարցի անդրադառնում, քիչ է։ Լավ քաղաքացիական շինարարությունը կապիտալ ծախսերը 300 միլիարդի կարգի է։ Ներողություն, պարտքը ավելացել է 300 միլիարդով։ Լավ սեփական փողով մի մետր ասֆալտ չեք կառուցել։ Սեփական փողով մի մետր ասֆալտ, որովհետև արտաքին պարտք եւ կապիտալ շինարարություն նույն թիվն է։ Պատկերացրեք ընտանիք, որտեղ փողը գնում է մենակ ուտել խմելու վրա, բայց որևէ բան հեռուստացույց է, հին սովետի գարիզոնտ է։ Որովհետև մի կոպեկ սեփական փողերից ներդրում չի արվել, չի լինում, տնտեսությունը տենց չի աճում։ Տնտեսական կառուցվածք, որի մասին այսքան հպարտ խոսում եք, սելայնակիցներ, նայենք այն տնտեսական կառուցվածքը, որը ձևավորել է այսօրվա իշխանությունը։ Վերցնում եմ 5 հնայի 5 ամենամեծ ներդրում ունեցողները, գյուղատնտեսություն 7-9, մշակող արդյունաբերություն 10.5, հիմա ուշադիր, մեծածախ եւ մանրածախ առևտուր 13.6, անշարժ գույքի հետ կապված գործունեություն 9.5% հնայում։ Սրանցից ո՞րն է բարձր տեխնոլոգիականը։ Ո՞րն է։ Ընդ որում գյուղատնտեսությունը աճել է 1%-ով, մշակող արդյունաբերությունը 4.3%-ով, մեծածախ առևտուրը 16.8%-ով, ֆինանսական ապահովագրությունը 18%-ով, դե սաղին պարտադրում է գնալ տերմինալներն էլ սենց ձգում են, քամում են, կտում են, 400,000-ից սկսեցին 200,000 դրամ, հիմա 100,000 դրամ է, բակավելանա, բա ինչ պետք է անի, անշարժ գույքի հետ կապված գործունեություն 19%, սա ձեր խոստացած բարձր տեխնոլոգիական տնտեսությունն է։ Եվ վերջապես բյուջեն, մենք ընդունել ենք ծախսային ծրագրային բյուջեն պետք է կոչված լիներ այս ծրագրի իրականացմանը։ Ի տարբերություն նախորդ դեռ 5 տարի առաջվա գործող բյուջեներին պետք է բերեիք, ներկայացնեիք, թե դուք ինչ ծրագրային թիրախները, որ դրել եք, ինչ արդյունքի եք հասել։ Անցյալ տարի ստեղ քննարկեցինք, ասացին, հա, ճիշտ է, արդյունքային ցուցանիշները պետք է բերենք։ Ուր է։ Ինչի չբերեցիք։ Կառավարության անդամները, որ բյուջեի կատարողական օգտին քվեարկում են, չեն հետաքրքրում արդյունքային ցուցանիշները, ինչ եղավ։ Լավ, բյուջեից ենք խոսում, մի հատ թիվ 222 միլիարդ դրամով թերակատարվել են հարկային եկամուտները։ Ձեզանից որևէ մեկը ստեղ լսեց վերլուծություն, թե 222 միլիարդը ինչի է թերակատարվել։ Դա սխալ պլանավորման հետևանք է, որ չափով ուղղակի մարդը սխալ է պլանավորել։ Դա տնտեսական աճի սխալ կանխատեսում է, թե ստվերն է ավելացել։ Նշվեց, որ այսքանով պակասել է, բայց կոնկրետ վերլուծություն, թե 220-ից ինչքանն է, ինչի պատճառով, մենք չենք տեսել։ Եվ վերջապես մի հարց էլի։ Գիտեք, պատճառը հետևանքային կապեր կան։ Օրինակ, եթե 18 թվականին նոր Հայաստան, նոր Հայրապետ այդ շարժումը շարունակեին, դե կասե հələ մարդիկ խոսում են։ Բայց հանկարծ որոշեցիք դրա մասին խոսել, երբ Շվեյցարիայում Վեհապար Հայրապետը խոսեց պատմական մշակութային հայկական արժեքների ոչնչացման վերաբերյալ։ Բա այդ ժամանակ խոսեցիք, բա պարզ չի պատճառն ինչ էր։ Էդ է խնդիրը։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Կես րոպե եթե կարելի է։ Մյուս խնդիրը, ասում եք պատերազմ չի լինելու։ Հայաստանը պատերազմ պետք է սկսի։ Հայաստանը չի ասել, որ պատերազմ սկսենք։ Դե դեպքում ասեք Հայաստանը չի սկսի։ Բայց չի սկսելու այդ Ալիևն է խոստացել։ Կարող է վաղը Անկարա գնալ դրա հետ կապված։ Չէ, Կրիստինե Վարդանյանը ասում է 5 րոպե է պակաս, դրան եք պատասխանում։